Սիրով ողջունում եմ բոլորիդ իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այս գեղեցկությամբ և համեղությամբ սկսում եմ նոր տեսանյութ, գեղեցկությունը ծաղիկները բոլորը նվիրում եմ ձեզ, իսկ համեղությունը համեցեք տիկին Մարինեն կոֆե դնի, միասին կոֆե վայելենք այս համեղությամբ։ Սիրելի հետևորդներ ջան, այնքան շոգ, որ բույսերն էլ են թառամել, երեկ չառաջորն ենք ջրել, այսօր նորից Մանիկը ջրում է, տեսեք ինչ լավ է ջրում, են հայկական ստիլով, են ջրվորները, որ ոտերը կշտում են, չէ սիրելիներս, ոտաբոբիկ, ջուր են անում, հիմա այսօր Մանիկին ասում է շոգ է, ոտաբոբիկ եմ ջուր անելու, լավ, ջրում է, լավ, այսպես կտրում է մեջտեղից, սիրելի հետևորդներ ջան, որ ուռի, մենք ուռել էինք ասում, կիսուրս հակ ասեր, թող ուռի, հիմա ես եմ ասում, թող լավ ուռի, որ ջուրը ջրով հագենա։ Հետևորդներ ջան, Մանիկը ջուր է անում, դուք էլ տիկին Մարինեի հետ եկեք միասին գնանք մեր խոհանոց, տեսնենք ինչ ենք պատրաստում միասին։ Սիրելիներս, այսօր միասին շարովի խաշլամա ենք պատրաստում, բաղադրիչներն են թարմը տավարի միս, կարտոֆիլ, սոխ, կարմիր աղացած պղպեղ, չորացրած ռեհան ցիտրոն, խառը կանաչի, տոմատի մածուկ, 1 լոլիկ և 1 քաղցր կարմիր պղպեղ, կաթսան բերեմ և սկսենք պատրաստել։ Առաջին հերթին կաթսայի մեջ ուզում եմ, չէ, հիմա կդնեմ սոխը, կկտրատեմ շրջանաձև, մի փոքր հաստ եմ կտրատում, սիրելի հետևորդներ ջան, որ մսի կարտոֆիլի հետ եփվի։ Կտրատում եմ այս չափսի սոխը, սոխի կեղևը կպել է ձեռքիս, սոխի վրա նորից շրջանաձև կտրատում եմ լոլիկը կարմիր։ Սիրելի հետևորդներ ջան, նախապես շարովի համեղ խաշլամայի բաղադրիչները լվացել եմ, մաքրել եմ, պատրաստել եմ, ասեմ, որ մթերքները ես աչքա չափով եմ վերցնում, հիմա ձեռքս սրբեմ, լոլիկը շատ հյութալի է և նույն ձևի շրջանաձև կարմիր պղպեղն եմ կտրատում։ Կտրտած բաղադրիչներին ավելացնում եմ կարմիր աղացած քաղցր պղպեղ, ավելացնում եմ ռեհան չորացրած և ցիտրոն, թարմը կանաչի համեմ, սամիտ և մի փոքր էլ մաղադանոս։ Հիմա շարում եմ կարտոֆիլների շերտը։ Խոշոր կարտոֆիլները կաթսայի մեջ շարելուց հետո շարում եմ միսը։ Միսը, սիրելիներս, լվալուց, ջրքանվելուց հետո ես համեմել եմ աղով։ Ձայների համար կներեք, սիրելի հետևորդներ ջան, որովհետև դրսում աշխատում են։ Մսից հետո դնում եմ 3 դափնու տերև միջին չափսի, ավելացնում եմ թարմը խառը կանաչին և կանաչին հաջորդում է սոխը։
Հիմա սոխը կիսալուսնաձև եմ կտրում։ Տարբերություն չկա, սիրելիներս, ուղղակի ցույց եմ տալի, որ կարող ենք համ շրջանաձև կտրատել սոխը, համ էլ կիսալուսնաձև։ Հիմա սոխի վրա շարում եմ կարտոֆիլները։ Ավելացնում եմ կարմիր պղպեղը շրջանաձև կտրատելով։ Ավելացնում եմ մնացած կարտոֆիլը։ Լցնում եմ չորացրած ցիտրոնը և ռեհանը։ Համեմում կարմիր աղացած քաղցր պղպեղով։ Ավելացնում եմ վերջում առատ թարմը կանաչիներով խառը։ Խորը ափսեի մեջ լցնում եմ մի լավ գթալ տոմատի մածուկ և ջուր եմ ավելացնում տոմատի մածուկին, սիրելիներս, շատ քիչ չեմ լցնում, այնքան եմ լցնում, որ կաթսայի կեսով լինի ջուրը, որովհետև ես միսը չեմ եփել։ Տոմատի մածուկը համեմում եմ աղով, որովհետև շատ ալանի է տոմատի մածուկը, և կարտոֆիլն եմ համեմում վերևի շերտը աղով։ Հիմա կխառնեմ տոմատի մածուկը, սիրելիներս, և կլցնեմ կաթսայի մեջ։ Կաթսայի բերանը ծածկում եմ։ Այստեղ տոմատի մածուկ է կպել, հիմա մաքրեմ, նոր կափարիչը դնեմ կաթսայի բերանը։ Եփելու եմ սկզբից ուժեղ կրակի վրա, հենց որ սկսի եռալ, նոր կրակը կիջեցնեմ մարմանդ և կեփեմ մարմանդ կրակով, սիրելիներս։ Սիրելի հետևորդներ ջան, մեր արագ շարովի խաշլաման արդեն լավ եփում է, մարմանդ եմ արել կրակը, հիմա կթողնեմ, որ եփի մինչև վերջ, կհանդիպենք, երբ որ պատրաստ կլինի։ Ահա պատրաստ է համեղ ճաշը, սիրելիներս, արագ շարովի տավարի մսով, կարտոֆիլով խաշլաման։ Երեկոյան ընթրիքը արդեն պատրաստ է։ Հիմա գնանք այգի, տեսնենք մերոնք ինչով են զբաղված։ Հələ երկինքը տեսեք, սիրելի հետևորդներ ջան, սևացած, անձրևային ամպերը կուտակված, մի հատ սպիտակ տեղ չկա, ամբողջը սև, ուր որ այա սելավ ա գալու։ Այս խոտերն է քաղում, մարգարիտկաները ավելի ճիշտ, սիրելի հետևորդներ ջան, որ նորից աճի, արդեն չորացել են ծաղիկները։ Մի խոսքով հողամասում մաքրություն է, ամբողջ ընտանիքով մաքրություն են կատարում, սիրելիներս։ Ես էլ ինչպես միշտ նկարել բերում եմ, ծաղիկներովս հիացեք։ Մանիկներ ցանկապատի տակի, զաբորի տակի ծաղիկներն է մաքրում, խոտոտ է, գարուշիկը ստանում է, որ հանած խոտերը
Այնտեղ աղ կա, աղբը հավաքի, ամեն մեկս մի գործով, մի խոսքով զբաղված ենք։ Ամբողջ ընտանիքով ու բորկայի մեջ են, հողամասը մաքրություն են անում։ Մարինկաս ելակը քաղեց, ես էլ Լվանա, Մարինկայիս հետ գնանք, որ մաքրենք, պեսոկենք, ուտենք։ Մարինկաս անընդհատ ասում է ուտենք, որդիս է խոտն եք խաղում։ Մարինե ջան, վերջացրիր, հլը խաղում ես, հլը կա, լավ, Մարինես գնացել է ելակ խաղելու, սիրելի հետևորդներ ջան, ելակը խաղի բերի, որ Լվանամ տանենք պեսոկենք, դե վերջացրու բեր, վերջ Մարինե ջան, ուտելով ագալի Մարինեն, Լվանանք նոր մերնեմ քեզի, տատի օգնական, իմ կեսուրս կասեր, թեթև պսպոր, հլը տեսեք, ամեն օր խաղում է Մարինես, հլ ինչ ելակներ է, հիմա Լվանանք սիրելիներս, ու Մարինկան սկսի ուտի, հա, այս հոսող ծորակի տակ պետք է Լվանամ, սիրելի հետևորդներ ջան, խոտ խաղելու մեքենայի ձայնը չի թողնում, մա դատարկում եմ, ելակը մի լավ Լվանանք, ափսոս է թափեց Մարինկայի աչքի միջից գտ վայ Մարինե ջան ցելը 3 հատի կնգա, ոչինչ իսկ այդ կլուբնիկայի համար ամեն ինչ կտամ, լավ Լվանանք տատի բատ հաս ես դերել ընդը վերց, ոչինչ կվեսնեմ լավ քամիկ է լսնենք Մարինկա ջան թակի ջուր է ազի ջան մի հատ ահա, սպասել մի րոպե, հա սիրելիներս մենք մաքուր ջրով ենք ջրում Այնպես չի որ պար, զուլալ, մաքուր արտիզան ջրով ենք ջրում մի լավ Լվանամ, լսնենք քամիչը Մարինե ջան դե բաց, մի հատ էլ ջուրը բաց քիչ բաց, ուժեղ պետք չի որ բացես լավ, օպլա հիմա մի հատ էլ այսպես չխչփենք մաքուր լավ Լվանանք հեսա դրել եմ այստեղ Անենք, մի փոքրել ոչերը հանենք, չորասնենք, ափսոսած այն, եսակ ուտեմ Համեղություն Ես թող մնա կանանչի համար, կանանչի պետք է խաղենք կարող է ֆիարել լինի Վարունգը վաղը կխաղենք, կարող է հորքուրենցը գա Ահա, սիրելի հետևորդներ ջան Թակի ջուրը վերջ Հետևորդներ ջան Հիմա լվացինք, մի փոքրել թողեցինք քանվես, չէ Մարինե ջան Մարինեից հետ մաքրենք Միշտ միասին ենք սիրելիներս տանը մենակ, արդեն քանի օր է դպրոցը պրծել է Մարինկաս Միասին ենք անընդհատ Միասին գործ ենք անում, միասին ասում խոսում ենք, մենք մեկ էլ ջղայնանում ենք, ինչու՞ չէ դա էլ է լինում Սովորեցնում եմ Մարինեից իմ խելոք աղջկան, հիմա մաքրենք և շաքարավազով մի փոքր շաքարավազ ցանենք ելակների վրա Սիրելիներս, ինչպես եք, փառք Աստծո, ես լավ եմ, ոչինչ Դուք ինչպես եք, հույսով եմ, որ դուք էլ եք լավ և ցանկանում եմ, որ միշտ լավ լինեք Միշտ ուրախ լինեք, միշտ ժպտակ Շնորհակալ եմ գեղեցիկ ձեր բարի խոսքերի համար Ծաղիկներիս համար, որ շատ լավ գրառումներ եք գրում, չքնաղ են, գեղեցիկ են, հոտավետ են, դրախտային են, այո սիրելիներս, հիմա ասենց նստած եմ, չէ, համ ձեզ հետ եմ խոսում, համ էլ մեխակներովս հիանում եմ տատի մետեսի մաքրի Որը տուր Հետո վարդերս ցույց կտամ ձեզ ծաղկած սիրելիներս Դեռ տնկում ենք ու տնկում ենք, մանիկը նորից ծաղիկներ է տնկում գարշոկների մեջ Դեղին
Բարխծի ծաղիկների նման ծաղիկներ են, սիրելիները, շատ խիտ էր աճել։ Հիմա արանքներից հանում է, ծաղկամանների մեջ է շարում։ Սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ մի քիչ մեխակների մասին ձեզ հետ խոսել։ Մարիան էր կարծես գրել էր, կներեք, անունը կարող է չհիշեմ, սիրելի հետևորդներ ջան, գրում էր, որ հիմա ցանեմ, ձմեռը ցուրտը չի տանի, չէ, սիրելիս, մեր մեխակները արդեն 3-4 տարվա են, դեռ ավելին, ես չեմ հանում, չեմ տեղափոխում, որտեղ իրենք սերմ են և 2-3 տարի են ծաղկում, դրանից հետո սերմերը, սիրելի հետևորդներ ջան, 2 տարի են ծաղկում, այդ ընթացքում սերմերը հասունանում են, 4 սերմերը թափում են նույն տեղում, նորից ծլում են, բայց ես միշտ վերցնում եմ սերմերը, բաժանում եմ, սիրելիներս, ուղղակի դուք հեռու եք, եթե մոտիկ լինեիր այդ գեղեցիկ մեխակների սերմից, բոլորիդ կբաժանեիմ, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա հուլիս ամսին, հունիս, այս ամսին, սպասի Մարինե մի րոպե, հիմա մի թեթև շաքարավազ ցանեմ, նոր կշարունակենք։ Եթե հիմա հունիս ամսին սերմը ցանեք, գարնանը կծաղկի։ Իսկ եթե աշնանը ցանեք, մի տարի հետո է ծաղկելու։ Ես հիմա որոշել եմ, սիրելիներս, նորից ցանեմ, որ գարնանը նորից ունենամ, ամեն տեղ տեսնում եք, չէ, ծառերի կողքերը, ամեն անկյուն, ամեն մի թփի մոտ մեխակներս կան, շատ եմ սիրում, մեխակները իմ մանկության ծաղիկներն են, իմ մայրիկը շատ է վաճառել այս մեխակներից, շատ սիրում եմ այս մեխակները, շաբո մեխակներ էլ կան, սիրելի հետևորդներ ջան, մանր, մենք ցանել ենք մի փոքր տեղ, տեսնենք որ մեխակն է, շաբո մեխակ է կոչվում, մանր, շատ մանր, բայց ինչ անուշ հոտ ունի բուրավետ, էլ ասելու չի։ Արխային ցանեք, բոլորդ էլ, սիրելի հետևորդներ ջան, ծաղիկների խանութներում հարցրեք թուրքական մեխակների սերմեր, ցանեք, գեղեցկությունը վայելեք, Ֆլորա Քույրիկ ջան գրում ես, լավ բառերով ես ներկայացնում ծաղիկները, ոնց անեմ, որ քեզ հասցնեմ այս գեղեցիկ, այս սիրուն մեխակներս, իսկականից չքնաղ ծաղիկներ են, Վալադարկայում էի, սիրելիներս, ման էի գալիս, նորից ծաղիկների պարտեզ հանդիպեցի, նորից չեմ կարող անունը հիշել, որ բացեմ հեռախոսը, գրարման բաժնում նայեմ կհիշեմ, ուղղակի կներեք, որ անուններով չեմ ասում, գրել էիք, որ տիկին Մարին է, որտեղ գնում եք ծաղիկների եք հանդիպում, այո սիրելիներս, որտեղ գնում եմ ծաղիկների եմ հանդիպում, այնտեղ էլ շատ ծաղիկներ էր, գեղեցիկ, բնակիչները իրենց լուսամուտի տակ պարտեզ էին սարքել, ծաղիկներ էին ցանել, Գարուշիկ ջան, մի քիչ խոսամ, հետո կմիացնես տղես։ Բոլորով միասին աշխատանքի մեջ են, ասեցի, չէ, հողամասում այգում, մաքրություն, դասավորվածություն չնայած, մաքրության դասավորվածության կարիք էլ չկա, բոլորը մաքրած, դասավորված, կոկիկ, ոնց որ ասած, հարդարված է մեր այգին, վերջացրեցիր ապրես, շատ ծաղիկներ ցանեք և վայելեք, ովքեր հողամասում են ապրում, ցույց կտամ մեր արդեն գցած լիբարները, հա, պղպեղները, սմբուկները դեռ չի գցել, և լոլիկները ցույց կտամ, վարունգը ուտում ենք արդեն, դե կանաչին գիտեք արդեն բավականին ժամանակ ուտում ենք, ամեն ինչն էլ կա, փառք եմ տալիս Աստծուն այդ ամենի համար, Աստված օրհնի հարսիս, որդուս, իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որ այսօր ձեզ ցույց կտամ այս այգու բանջարեղենը,
ամեն ինչը սիրելիներս։ Բա ոնց չասեմ, շնորհակալ եմ Տեր ջան, թե հարսից, թե թոռներիս, ընտանիքիս, բոլորի հանդեպ իմ սերն եմ ցույց տալիս, որովհետև բոլորին սիրում եմ, միասին ենք, միաբան ենք, ինչ անում ենք, իրար հետ ենք անում, սիրելի հետևորդներ ջան ու ջան։ Բա Մարինկաս չքնաղ Մարինես բա, որոշել է, որ ձեզ համար հետո հայերեն պետք է բանաստեղծություն արտասանի իմ չքնաղ Մարինես։ Մաքրեցինք, վերջացրեցինք սիրելիներս, Մարինես տանի դնից մի քիչ էլ հեսա շաքարավազ կլցնեմ, Մարինես կտանի կդնի սառնարանը։ Ամեն օր հավաքում ենք սիրելի հետևորդներ ջան։ Մի փոքրել լնենք ցանենք, Մարինես կոֆել կբերի սիրելի հետևորդներ ջան։ Ասեմ, որ ես սա չեմ ուտելու, չեմ օգտվելու, ես առանց շաքարավազի կօգտվեմ։ Հերիքա Մարինե ջան, քաղցր, տես մի քիչ էլ քաղցր է սիրում։ Հիմա հյութը դուրս կտա, ահա, ցույց է տալի, թե որտեղ։ Չէ, Մարինեի մոտ չի։ Հերիքա չէ։ Հիմա Մարինես մի հատ բարևի։ Բարև ձեզ։ Ահա, իմ աղջիկը։ Օ, ապրիմ աղջիկը։ Սիրելի հետևորդներ ջան, հավաքենք, տեսնենք, կանանչի էլ պետք է մաքրենք, տեսնենք ինչպես կընթանա գործը, որովհետև անձրև է կատկաթում, մեկ գալիս է, մեկ կտրվում է, անպամած, մռայլ, շատ ոնց որ ասած, նոթերը կիտած եղանակ է։ Հիմա մաքրենք, տեղավորենք, տեսնենք որտեղ ենք հանդիպելու։ Կհանդիպենք։ Անձրևը մաղեց, սիրելի հետևորդներ ջան, հիմա արդեն եկել ենք մեր բալկոնի տակ, նստած կոֆե ենք խմում, գեղեցիկ ծաղիկներս էլ բերել եմ հետս։ Էս էլ մեր համեստ կոֆեի սեղանը։ Չէ Նորիկ ջան։ Իհարկե այո։ Մեզ էլ հյուր է եկել Ալյոնան, բայց սիրելիներս, Ալյոնան ձեռքը կոտրել է, տեսեք ինչքան է խեղճացել։ Երեք չառաջ օրը կոտրել է ձեռքը։ Դե մեր կոֆեները անուշ, սիրելիներս, ովքեր էլ մեզ հետ խմում են ձեր կոֆեներն էլ անուշ լինի։ Եկեք այսքանով ավարտեմ այսօրվա հոլովակը, այս գեղեցիկ ծաղիկներով, ձեզ ասելով եղեք առողջ և օրհնված, մի հիվանդացեք, միշտ ուրախ եղեք, ձեզ հետ է ձեր շատ սիրելի տիկին Մարինեի ընտանիքը, ստեսություն, մինչ նոր հոլովակ, սիրում եմ բոլորիդ, իմ թանկագին անուշիկ հետևորդներ